որպեսզի պատկերացնենք, թե մեր երկրում ինչ վիճակ է ժողովրդավարության տեսանկյունից, ես եւ Տիկին Վարդանյանը, պարոն Դանիելյանը գալիս ենք ազգային ժողովի արտահերթ դիսկից, որտեղ ներկայացվել է ընտրական օրենսգրքի փոփոխություն, ուշադրություն դարձրեք, էլի 5 ամսից ընտրությունները, 3 արդեն, իրանք փոփոխություններ են մտցնում, սահմանափակում են դիտորդական առաքելությունը, բուն օրինագիծը հրապարակվել է 3 ժամը 6:30-ի 7-ի կողմերը, այսինքն անձամբ ես իմացել եմ, որ արտահերթ նիստ տեղի է ունենալու ԿՊ-ական պատգամավորներից մեկի Facebook-յան ստատուսից, գրել է վաղը արտահերթ լինելու, հետո գնում եմ Ստրասբուրգ, որից 5 ժամ հետո նոր օրինագիծը հրապարակվել է, որը հստակ սահմանափակում է դիտորդական առաքելությունների գործունեությունը։ Այս մթնոլորտում ենք մենք ապրում։ Եվ առհասարակ ես մթնոլորտի մասին խոսելիս զուգահեռ տանելով գործին Եռման ջրի մեջ մտցնելու հայտնի գիտափորձին, ուզում եմ մի վայրկյան կանգ առնենք ու մենք պատկերացնենք ինչ է մեր շուրջը կատարվում։ Ես գիտեմ, որ մենք բոլորս այդ ամեն ինչը շատ լավ գիտենք, բայց քանի որ այդ ամեն ինչը կաթիլ, հատա տեղի ունեցել, մենք ամբողջության մեջ մի քիչ բարդ է անցալել։ Սիրելիներս, հիմա Հայաստանում մարդ կա, ով 15 օր հացադուլ է անում։ Անարդարության պատճառով, իսկ հացադուլը ամենածայրահեղ միջոցն է պայքարի։ Հայաստանի Հանրապետությունում մեր առաքելական սուրբ եկեղեցու սրբազան հայրերը անազատության մեջ են։ Մեկին տերորիստ են փորձում անվանել, մյուսին փորձում են պուտչիստ անվանել, այո, մյուսին ինչ-որ ծիծաղելի մեկ այլ մեղադրանք են առաջադրել։ Հայաստանի Հանրապետությունում մեր ամենահայտնի բարերարներից մեկը մի քանի վայրկյանանոց խոսքի համար հայտնվել է անազատության մեջ, շարունակում է լինել անազատության մեջ, որովհետև տնային կալանքը նույնպես անազատություն է, եւ կես տարուց ավել անցկացրել է բանտում։ Վազգենը եւ Նարեկը, որոնք հայտնի հասարակական գործիչներ են, իրենց խոսքի համար անազատության մեջ են։